Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 14-ն է եւ մենք շատ կարևոր նորություններ ունենք։ Մինչեւ այս նորություններին անդրադառնալը ես առաջարկում եմ ձեզ սեղմել լայքի կոճակը, տարածել այն անպայման եւ գրեք ինչ եք մտածում այս առիթով։ Եվ այսպես, վերջին օրերին շատ են ակտիվացել, երբ հիշում եք օգոստոսի 8-ից հետո եւ Ադրբեջանում եւ Հայաստանում թրիփի մասին խոսակցությունները։ Դե օգոստոսի 8-ը այն օրն էր, երբ որ մեկ տարի առաջ ստորագրվեց այն Վաշինգտոնում։ Դա մի փաստաթուղթ էր, որը ոչ միայն թրիփի մասին էր, այլ փաստաթղթով փաստորեն կազմալուծվեց Միսկի խումբը։ Միսկի խումբը, որը զբաղվում էր Արցախի հարցով։ Կազմալուծելով Միսկի խումբը, կազմալուծեցին նաև ընդհանրապես Արցախի խնդիրը միջազգային օրակարգից։ Ամեն դեպքում այդպես իրենց թվում է։ Եվ այսպես գանք թրիփին։ Եվ իրար հերջ տալով թրիփի մասին հայտարարություններ կատարելուց, ես ամեն անգամ այդ հայտարարությունները կարդալուց, ես ամեն անգամ մտածում էի ու խոսում էինք մենք այդ մասին, որ իսկ դուք Իրանին հարցրել եք։ Իսկ դուք չեք մոռացել, որ Իրանը բազմիցս շատ հստակ ու ոչ երկիմաց ձևով արտահայտել է իր կարծիքը այդ մասին։ Եվ որին փաստորեն չի ուզում ականջալ լինի ոչ միայն Փաշինյան Նիկոլը, այլ նաև Ալիևը, կամ հակառակը ոչ միայն Ալիևը, այլ նաև Փաշինյան Նիկոլը, որովհետև Փաշինյան Նիկոլն անմիջական Զանգեզուրի միջանցքի տարածքի առնվազն ներկայացուցիչ է, այսինքն վարչապետ Հայաստանի Հանրապետության, եւ դա իր իրավասության տակ այդ խնդիրը լուծել։ Ինչ որ է։ Երկար սպասելով Իրանի արձագանքին, չնայած ինքը երբեք չի վարանել դրա մասին խոսալուց, այսօր կրկին, բայց արդեն Իրանի զինված ուժերի ներկայացուցիչի կողմից էլի ոչ երկիմաստ շատ ուղիղ հայտարարություն միջեց։ Կարդում ենք ուղղակի. հակառակ հայկական կողմի պնդումներին մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ թրիփի նախագծի մասով։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։ Անցած անգամ շատ կոշտ այս մասին հայտարարել էր գերագույն իրենց հոգևոր առաջնորդի քարտուղարը։ Հիմա փաստորեն զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդականն է սա հստակ ասում, արդեն զինվորականներն են խոսում։ Նա մասնավորապես նշել է, այս հարցի շուրջ ոչ իրական փոխըմբռնում կա, ոչ իրական, ոչ էլ ընդհանուր լեզու։ Մենք բացահայտ եւ հստակորեն կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին։ Նույնիսկ բացահայտ եւ հստակորեն կարմիր գծերը հայտնել են Հայաստանին եւ ասել են չի լինելու։ Հայաստանից էլ վստահեցել են, որ այո, չի լինելու միջանցք եւ չի լինելու որևէ կառույց, որը կվտանգի Իրանի տարածքը կամ կվտանգի հայ-իրանական բարեկամությունը, այսպես ասենք։ Հավելացում եմ, մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչու պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը եւ մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Հետևաբար, այս նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։ Մենք շարունակում ենք բանակցություններ Հայաստանի հետ, սակայն ամենահետաքրքիր մասն ենք ասում, եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ամերիկյան զինված ուժերին, Իրանը պահպանում է հակահարված տալու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունք։ Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահները անկախ կերպով հսկեին Իրանը-հայաստանյան սահմանը եւ դրանով անցնող երթուղիները։ Նույնիսկ կրկնեմ, Իրանը պահպանում է հակահարված տալու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։ Անցած անգամ նրանք ձևավորել էին սենց, ձևակերպել են սենց, կներեք, որ ցանկացած աշխատանք այդտեղ եւ աշխատող խումբ կխառնվի հողի հետ։ Նիկոլ Փաշինյանը լսում է, կարդում է այս ամեն ինչը։
Եվ Ալիևը ոչ մի բան չունի անելու, այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի պարտականությունն է, ապահովել թուրքական պետությունների ցանկությունը, որի դիմաց ինքը ստացել է իշխանություն եւ փող, եւ ինչ որ պետք է, էական չի։ Դրանից բացի Փաշինյան Նիկոլը եւս մեկ խնդիր ունի, կարդում ենք. Փաշինյանը երկաթուղու կառավարման նոր լուծումներ է թվարկում, Մոսկվայից դեռ չեն արձագանքում։ Ռուսական երկաթուղիներ ընկերության շահագործումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարում է. Երևանի համար ընդունելի չէ կոնցեսիոն պայմանագրի խզումը։ Մեկ ընդունելի է, մեկ պահանջում է, հիմա էլ ընդունելի չի։ Այս մեկ ամիս առաջ կոմպենսացիա տվեց նույնիսկ երկաթուղուն, հիմա էլ ընդունելի չի խզումը։ Մոսկվան հասկացել էր պայմանագիրը դադարեցնելու դեպքում Հայաստանը պետք է վերադարձնի 2008-ից ի վեր արված բոլոր ներդրումները, չնայած ներդրում չկա։ Նիկոլ Փաշինյանը այժմ նախապատվությունը տալիս է հարցը բարեկամական մթնոլորտում լուծելուն, ասել է թե չլուծելուն։ Մինչդեռ ընդամենը 2 շաբաթ առաջ ակնարկում էր ինչ որոշումների մասին է եւ պատրաստակամությունը հայտնել միջև արբիտրաժային դատարան գնալը։ Օրը մի բան։ Փաշինյան Նիկոլը Այսինքն մեր երկիրը գտնում է մեկի ձեռքում, փաստացի մեկի ձեռքում, որը ժամը 1 կարող է որոշում փոխի։ Ժամը 1։ Ուսա նորմալ համարող մարդկանց աչքերի մեջ եմ ես ուզում նայել։ Իրոք մոտիկից էլի դիստանցիա։ Ինձ հետաքրքիր է, ես տենց աչքեր կյանքում մոտիկից չեմ տեսել, որ սա իր համար նորմալ է։ Հասկացաք ինչի նկատում եմ։ Բարեկամականը, որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով։ Հիմա դալալ է դարել Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության սեփականություն փաստացի հանդիսացող երկաթգծերի միջև։ Այսինքն փոխանակն է, ինչպես հեծը, հերոսաբար մտավ գրավեց։ Պետականացնի, հանրայնացնի երկաթգիծը շատ որոշակի օրենքների համաձայն։ Հիմա ընկել դալալություն է անում, ասում է ծախ է էլի, դա թուրքերին է պետք։ Թուրքերին, ղազախների ծախ է էլի, կամ մի մասը ծախի, են էլ հայտել ավելացում է շուկայական նորմալ գնով, լրիվ դալալ։ Ընդ որում նաև փորձագետներ կան արդեն ժամանակացույց կան արդեն գնագոյացում գներ են ասում, որ օբյեկտիվորեն ինչ որ կարող է արժանալ դա, արդեն դրել հաշվել են, որը բավականին ծանրակշիռ գումար է։ Ծանրակշիռ գումար, պատկերացնում եք, Ռուսաստանի համար ծանրակշիռ գումար։ Հաշվի առնելով նաև այս ընթացիկ իրավիճակները, մենք հիմա նայում ենք, որ այդ տարբերակը, որ գուցե Ռուսաստանը գործընկերին այդքան էլ հարմարավետ չի։ Մի խոսքով, սա ուղղակի շիզոֆրենիայի վերջի դրսևորումն է։ Դիտարկումը, գինը ասում, ձեզ շատ շահեկան գին կարող են թուրքերը տալ։ Ինքը վաճառողը չի, ինքը վաճառողը չի, ոչ էլ գնորդն է։ Պատկանում է մեկին եւ ինքը համոզում է, արդեն գինն էլ ասում է, որ այս Ռուսաստանը ծախի թուրքերին։ Եվ ինչի, չգիտես ինչի ամենաշահագրգիռ կողմը այս պարագայում Փաշինյան Նիկոլն է։ Ոչ թե ասում է դու խախտել ես պայմանագրերը, ես գնում եմ արբիտրաժ, ինչով սպառնում էր 2 շաբաթ առաջ, որ սա հանրային սեփականությունն է, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, դու խախտել ես պայմանագրերը, չես արել անպատասխան ներդրումները եւ այլն եւ այլն։ Չէ, ընկերա մեջտեղ գինը առաջարկում, ասում է լուրջ փող են տալի, ծախի թուրքերին։ Ընդ որում, վերջում գալիս են եզրակացության, որ եթե ամբողջը չես տալի, գոնե կեսը տուր էլի։ Գոնե կեսը տուր թուրքերին։ Ու հուսահատ խոսում է։ Հետո նայում ենք, ասում ենք, իսկ կա տարբերակ, որ իրենց խնդիրներն մասամբ լուծի, մեր խնդիրներ, այսինքն սա իր խնդիրն է, որ վաճառի թուրքերին մասամբ լուծի։ Որ լինի մի մոդել, օրինակ, ինչ որ մի մասնաբաժին պահպանվի, մի մասնաբաժին օտարվի։ Տեսեք, օտարվելը համարում է իր խնդրին, իր օգտին լուծվել։ Իր օգտին լուծվելը համարում է օտարելը դա։ Որովհետև հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։ Մի ուրիշ գաղափար է գալի, որ լիցենզիան գուցե բաժանվի 2 մասի
Հիմա երկաթուղին եւ ենթակառուցվածքը եւ ենթակառուցվածքի օգտագործումը մի փաթեթ է։ Դեռ չեն ասել։ Ոչ մի ձայն չկա Մոսկվայից, բայց ես պատկերացնում եմ մոտավորապես ինչ ձայն է գալու Մոսկվայից։ Ես հիմա էկրանին կողմում տեսնում եմ Մոսկվան, Ռուսաստանը ինձանից ավելի չսիրողները, եթե չասեմ ատողները, հիմա երևի տարակուսած են, բայց ես ինչ խնդրեմ ունեմ, թողալի ռուսների ձեռքից։ Ատելությունից կուրացած ընկերները մտածում են sense, եթե Ռուսաստանից խլեց, դա լավ բան է։ Արգելիներս, եթե դա ազգայնացվեր, պետականացվեր, ես կասեի, հա, նորմալ առաջարկ է, բայց դա չի ազգայնացվում։ Դա վաճառվում է մեր թշնամիներին։ Մեր թշնամիները, ուրեմն արդեն հոսանքն է մեր ձեռից տանում, որ մենք ունենանք էներգետիկ, մենք արդեն ինտերնետային կախվածության մեջ ենք։ Ինքը նաև ճանապարհներն է տալիս, ինքը էներգետիկ համակարգն է ուզում տա։ Սա ռուսներին ատելու, սիրել, չսիրելու հետ ինչ կապ ունի։ Որքանով է մեզ օգուտ, որ ռուսներից վերցնի փոխանակ ազգայնացնելու տա թուրքերին։ Եթե նույնիսկ ես ինքնամոռաց ատեմ Պուտինի եւ ռուսներին, չնայած դες բան չկա։ Ես երբեք այդտեղ ռացիոնալ հատիկ Հայաստանի շահ չեմ կարող գտնել, որտեղ դա գոյություն չունի։ Գոյություն չունի ուղղակի։ Երբ որ քո երկաթգիծը, գազը, հոսանքը պատկանում է ռուսներին, քո ռուբլնիկը ռուսը չի անջատում։ Թուրքը անջատելու է։ Տարբերություն հասկացաք, երկուսն էլ բարեկամ չեն, բայց մեկը քո, ասենց ասեմ, թշնամի է, էլի ոնց ասեմ, թուրքին ուրիշ ոնց կարելի ասել։ Ռուսը քեզ առնող վաճառող։ Հիմա այստեղ էս փոփոխությունների մեջ ուրախանալու առիթը ո՞րն է։ Նույնիսկ եմ կրկնում, չի ազգայնացնում, ասում է մեր ուզածով օտարվելն է դա, օտարելն է թուրքերին։ Զուգահեռ նաև թրքասման process-ը, ասկան ոչ միայն հոսանքն է գնում թուրքերին, ոչ միայն ճանապարհներն է գնում թուրքերին, արդեն Մայրբոյը եղել է միշտ հեղափոխությունների օջախ, հասկանաք, ցանկացած տեղ պատմականորեն ուսանողությունը դիտարկվել է որպես հեղափոխական կորիզ եւ Մայրբոյը եղել է այս միշտ ամենաակտիվներից է։ Ես որ հիշում եմ իրոք համալսարանը, ինչպես նաև կոնսերվատորիան առաջնագծում էին միշտ 88 թվից։ Եվ եթե 88 թվին այս համալսարանում սովորած ընկերներս հիմա փորձեն պատկերացնել ինչ կկատարվեր մեկի հետ, եթե նա որոշեր, որ համալսարանում ինչ որ պետքա գիտաժողով անցկացվի, որտեղ պետքա քննարկվի Ադրբեջանի պատմությունը, երևի ինքը կասի այդ առաջարկողի հետ ինչ կկատարվեր, ասենք 88-89 թվականներին, մինչև ասենք Նիկոլ Փաշինյանի գալը։ Հիմա Փաշինյան Նիկոլը հասել է նրան, որ ունիներ մի հատ ռեկտորի պաշտոնակատար, չեմ ասում պաշտոնակատար, որտեղ մի ամսից, ինչ ներողություն, դեկտեմբերի լրանում է դրա կառավարման ժամկետը։ Բայց որպեսզի ինքը ցույց տա անմնացորդ թքա հպատակ լինելը, կազմակերպելը Գիտաժողով, ինչ որ այդ ընթացքում է մի հատ ինստիտուտ է ծլել այնտեղ 20 տարվա ընթացքում, որը ամերիկյան հետազոտությունների կենտրոն է, որը հետազոտում է Կովկասը։ Եվ դրա հետ միասին, իրաց 20-ամյակի հետ կապակցությամբ կազմակերպում են գիտաժողով, ընդ որում առցանց, որը ենթադրում է, որ մասնակիցներ են լինելու նաև Ադրբեջանից, որ նվիրված է Հարավային Կովկասի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատմության, քաղաքականության, մշակույթի եւ հասարակության բազմակողմանի ուսումնասիրությանը։ Այս մասին գրել է հրապարակը, թե ինչու են որոշել Մայրբոյում անցկացնել այս կոնֆերանսը։ Այն էլ ներառել նաև Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը կարծում ենք պարզ է, որովհետև Հովհաննես Հովհաննեսյան կոչվածը ԿՊ-ական, իրականացնում է թուրքական ԿՊ-ական քաղաքականություն։ Միևնույն ժամանակ
Ադրբեջանի բուհերում եւ գիտությունների ակադեմիայում էլի անցկացնում են գիտաժողովներ, բայց այլ թեմա է, ոչ թե հայկական մշակույթի թեմաներով, այլ արևմտյան Ադրբեջանի թեմաներով։ Ու միևնույն ժամանակ ավիրում են հայկական հետքերը Արցախում։ Նիկոլ Փաշինյան ընտրողներ, ինչ որ կատարվում է Հայաստանում, ինչ որ կատարվելու է դեռ Հայաստանում, գալու է ձեր տները, գալու է ձեր վրայով, սես կատոկով անցնի, կատոկով։ Եթե մենք չկարողանանք փրկենք ինչ որ ձեր, արդեն ես չեմ կասում, որ մենք ենք փրկողը այս վիճակում, բայց եթե ասենք, չգիտեմ, մի հրաշքով, մի ինչ որ մի բան չփրկի ձեզ, սրա պատասխանը սերունդ դուք եք տալու։ Դուք։ Եվ ոչ միայն դուք, նաև այն ընկերները, որոնք աջակցում են այս ամեն ինչին։ Նայեք, ում հետ եք դուք ուզում բարեկամություն անեք։ Տեսնում եք ինչ է սա։ Փաշինյանը գոռում, թուրքերն են, գերեզմանը քանդել են, գանգը հանել են, կախել են բեռնատարի, բայց թուրքերն են ուրախանում են։ Դուք հասկանում եք դուք ում հետ եք գնում բարեկամության։ Լավ եք մտածել։ Եթե չկարողանանք այս ամեն ինչը կանխել, սենց գալու են մտնել ձեր տներով, ձեր գերեզմաններով, ձեր հարազատների գանգերը հանեն, այսպես կապեն իրենց բեռնատարներին ու ուրախանան։ Ուրախանան։ Ինչպես դուք եք ուրախանում իրանց հետ ապագայում, ձեր ապագայում բարեկամություն անելու համար։ Իրանք են ուրախ։ Բայց չգիտես ինչի ձեր հետ բարեկամությունը սենց են պատկերացնում իրանց։ Սենց են իրանք պատկերացնում։ Իրանք ուրիշ բան կյանքում չեն կարող ասել արել։ Գերեզման կարող են քանդել, դիակ ծաղրել, անարգել, գանգը հանել, կապել։ Հասկանում եք սրանք ով են։ Դուք չեք հասկանում երևի։ Դուք չեք հասկանում նույնիսկ դուք ինչ եք արել։ Ձեր բանականությունը նույնիսկ թույլ չի տալի ձեզ հասկանալ դուք ինչ եք արել, ու ինչ եք բերել ձեր տուն, ինչ եք բերելու։ Հայաստանում քննչականը պարզեց, այս թուրքերը ոնց էին հայտնվել այս ընտրացուցակում, այս դեմքով, թուրքի ձեռով, տիպիկ հպեական, ինքը չգիտի ոնց է եղել սա։ Այս տիպիկ թուրք հպեական, ինքը չգիտի, այս բաները ոնց են հայտնվել, թուրքերը ոնց են Հայաստանում հայտնվել ընտրական ցուցակներում։ Քննչական դուք պարզեցիք, չէ, դուք շատ հմտորեն պարզել եք, չէ, որ ասենք Գագիկ Ծառուկյանի աղջիկը գուցեև դավաճանում է ամուսնուն եւ դավաճանված ամուսինը, ասենք գուցեև վրեժխնդիր լինելու համար, գուցեև պատվիրել է սպանությունը։ Ու դուք միջև մեջ եք պարզել այս թուրքերի ոնց հայտնվեցին այս ցուցակում։ Ձեր խաղաղության բերած պատկերը սա է։ Եվս մեկ զինծառայողի սպանություն բանակում։ Սա արդեն 31-րդն է այս տարվա մեջ։ Ու նույն նախարարն է պաշտպանության, նույն վարչապետը, ու ոչինչ չի եղել, խաղաղություն է։ Խաղաղ պայմաններում Հայաստանը 31 զոհ է ունեցել։ Խաղաղ պայմաններում։ Խաղաղություն է, ժողովուրդ ջան։ Խաղաղություն է։ Ու ոչ մի պատասխան տված, ոչ գեներալ, ոչ շտաբի պետ, չգիտեմ, ոչ այնտեղ հրամանատար, ոչ մեկ չկա։ 31 սպանություն, սա սպանդ է բանակում, սպանդ։ Ու Փաշինյան Նիկոլ ընտրացներ, այս սպանողները դուք եք նաև։ Ու դա դուք կոչում եք խաղաղություն։ Կուզեիք ձեր տներում էլ այդպես խաղաղություն լիներ։ Մտածեք։ Հիմա այս ամեն ինչի մասնակիցներից մեկի մասին։ Թռիփ անվանում ենք ճանապարհ, որ իշխանապահությունից հետո կարողանանք բանակցել ադրբեջանցիների հետ։ Լուրջ։ Ուզում եք դուք սկզբից մի հատ իրանցիների հետ բանակցեք։ Հետո որ լինի նոր
փորձեք ադրբեջանցիների հետ բանակցել։ Այսօր նացած բան է եղել, ուզում եմ նայեք, հա, քաշքշոց, վիրավորանքներ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Էդգար Ղազարյանի մասին է խոսքը։ Էդգար Ղազարյանը սանց ասեց սրիկա, իրենք դուրս են շպրտելու վանի կողքից։ Դե գիտես, գիտեք ավելի ճիշտ ներեք։ Կոջարյան Հայկը, եթե միջև հիմա ինքը ողջ է, առողջ է, ինքը իր ոտով քայլում է, ու դե իրավունք ունի ասելու, այն ինչ որ ինքը ասում է։ Եթե դուք այդ դահլիճում եք եւ այս ամեն ինչը լսում եք, ուրեմն Կոջարյան Հայկը, չնայած ինքը որ վաղուց պետք է, ասենք, չգիտեմ, մսաղացի տակով անցած էր ամբողջ քպայական անձնակազմի հետ, եթե ինքը դեռ կա, ու դուք դեռ դահլիճում եք, ու դուք լսում եք ինչ ասում, նշանակում է ինքը իրավունք ունի ձեզ ասելու։ Նարեկ Կարապետյան ու բոլորդ Էդգար Ղազարյանով հանդերձ։ Դուք Փաշինյան Նիկոլի ինչքան ուզում եք նեղացեք իրանից, ինչքան ուզում եք վիրավորվեք, ինչքան ուզում եք իրան մի հավանեք ու փորձեք իր տեղը բանակցել, ժողովրդին դա ոչ մի բան չի տալիս։ Դուք ժողովրդի համար, այն գիտակից մասայի համար եմ ասում, էլի, դուք նույն թմի, նույն անդամներն եք։ Ուղղակի մեկը պետք է լինի այնտեղ, որին ասենք ես դուրս ենք շպրտելու ու շպրտեն։ Եթե չկարողանան շպրտեն, վրան շիշ շպրտեն, կոշիկ, չգիտեմ, ասենք, ինչ կլինի, բաժակ ձեռքի տակ, հա։ Հետո մյուսները sense կրոնացած աչքերով ասի, դա միջանց չի, դա ճանապարհ է, ու մենք որ իշխանափոխությունից հետո բանակցելու ենք Ադրբեջանի հետ։ Ուզում եմ ասի Ադրբեջան ջան, մենք ոչ մի խնդրեմ չունենք այդտեղ։ Մենք գալու ենք ձեզ հետ բանակցենք, որովհետև դուք ոնց ուզում եք կոչեք, այդ ճանապարհը, այդ ստատուսով կուզեք դա միջանցք ասեք, դա կուզեք ճանապարհ ասեք, ինչ ուզում եք ձևակերպեք, բովանդակությունը չի փոխվում։ Այ Նիկոլներ համատարած։ Այսօր ես ամբողջ օրը նայեցի ու շատ բանով տեսա, որ ափսոսանքով տեսա, որ լիքը մարդ նեղված էր Էդգար Ղազարյանի համար։ Ինչ եք նեղվել ժողովուրդը։ Ինչ ինձ չի հասնում սա։ Օրինակ Նարեկին չի հասնում, սա Էդգարին չի հասնում, կամ անունը թող չլինի Նարեկ կամ Էդգար։ Ցանկացած մեկը, որ այդտեղ նստած է, իրան հասնում է դա, որովհետև ինքը գնացել է հենց դրա համար։ Ինքը գիտի, որ ինքը այս մանդատը վերցնելով թռիփնել է իրականացնելու։ Մյուս դավաճանություններն էլ է իրականացնելու, ուրեմն հեծի օտարումն է իրականացնելու, ատոմակայանի կանգնեցումն է իրականացնելու, սահմանադրության փոփոխություններ իրական, ամբողջ մի հատ թուրքական ծրագիր իրականացնելու է։ Իրան գիտեն դրա մասին, որ պարզ բան չունեն համապատասխան քանակի ձայն, որ ասեն ոչ, ու գնացել են ընդեր դա իրականացնելու։ Հիմա իրանց, որ Կոջարյան Հայկը ասում է դուրս ենք շպրտելու, վատ բան ասում, Աուդա մնում անի, ինքը ասում է, ուղղակի չի անում։ Ասում вы все обещайте։ Հասկանում եք, չէ՞ որ չի անելու, որովհետև Կոջարյան Հայկին պետք է որ նստեն այնտեղ, որ ինքն էլ փոխնախագահի աթոռին նստի։ Չի կարող Կոջարյան Հայկը նստի փոխնախագահի աթոռին, եթե դալիճում չլինի Նարեկ Կարապետյանը կամ Նարեկ Կարապետյանները, որ սիրով լսում են իրաց գլխին ինչ քարոզա կարդում, ասենք թուրք ռուբոն։ Ու այս մարդկանց համապարփակ այն ինչ որ են ստացեն ըստ պաշտոնական թվերի 1,200,000 մարդ տվել ձայն, որպեսի մի մասը տվել է որպեսի սպանդն ու դավաճանությունները շարունակաբար իրականացնի, ոնց սկսել է 8 տարի առաջ։ Այն կես միլիոն մարդն է ձենը տվել է, որ սրանք նստեն այնտեղ ու աջակցեն այդ ծրագիրը իրականացնելու համար։ Եթե նույնիսկ չի հասկացել ինչ է անում, դրանից իրավիճակը չի փոխվում։ Ինքը տվել է, որտեղ մենք 1000 անգամ զգուշացել ենք, սրանք չեն կարող լինել ընդդիմություն, դուք սրանց խոսույթը չեք լսում, սրանք ոչ Արցախը տալուն են դեմ, ոչ թռիփին են դեմ, մի բան են դեմ, որ այս ամեն ինչ արվում է Նիկոլի ձեռքով,
Մնացածի հետ ամեն ինչին կողմ են։ Այսինքն շահառուն չեն իրանք, այսինքն փողը վերցնողն ու տվողը չեն իրանքը։ Դալալը չեն, այստեղից վերցնեն դեռ ծախեն թուրքերին ավելի թանկելով։ Միակ խնդիրը, որ իրանց մեջ կա, դա է։ Բայց տեսան չի ստացվում, ձայները չիրասին լավ։ Գնանք նստենք թողերա մեր շիշ շպրտենք, գոնե մի բան կունենանք դիմաց։ Այնպես որ ժողովուրդ ջան, ոչ մի ակնկալիքներ ես անձամբ չունեմ։ Դուք է շատ մի ներվեք, լավ ասեց, վատ ասեց։ Լսեք, իրոք մեր խնդիրները այս խոսակցությունն է, իրոք հանրապետությունում ուրիշ խնդիր չկա, իրոք պարլամենտը այնտեղն է, որ մեր քննապետի լինի, ով շպրտեց ու շպրտեց, ոնց շպրտեց, մենք 5 տարի սա ենք տեսել, մենք դեռ չենք հասկացել սա ինչի համար է։ Ու սրանց խաղում է այս դերում, նաև այս մարդիկ, ամեն մեկն իր դերն է խաղում, որովհետև եթե չկա քաղաքական քննարկում, չկա երկրի կարևոր թեմաների քննարկում, բայց ինչով զբաղացնեն, ինչով լցնեն եթերը, ինչով արդարացնեն իրենց ներկայությունը այնտեղ, թեկուզ այս կարգի կլորացած աչքերով, ում է այսի զարմացնում, ում է այսի ինչ ասում։ Չնայած եթե Նիկոլին լսող կա, վստահ եմ, այս ամեն ինչը լուրջ ընդունողներ էլ կլինեն։ Բա մնացածը չկա մի լուրջ շերտ Հայաստանում մնացած, որ հասկանում է, որ այս ամեն ինչը պայմանավորված, պլանավորված թատրոն է, որ մենք չիմանանք ում վաճառվեց, երբ վաճառվեց, ով գնեց, ինչ եղավ, այդ քննարկումները պետք է լինի ազգային ժողովում, ոչ թե իր սդիկը ասելը, հասկանում եք։ Ոչ թե մանվելի հանցագործությունների ցույց տալը, մանվելը հանցագործ է, તો մեզ ինչ։ Դուք 8 տարի առաջ ձերբակալել արդեն սպանել եք, ինչի է դա հիմա քննարկվում։ Դուք օրակարգ չունեք։ Ձեզ մարդի կես միլիոն մարդ ձենա տվել ձեզ, ոչ թե որ դուք գնաք մանվելին քննարկեք, այլ դուք որ սրանց շպրտեիք դուրս ազգային ժողովից, որ չթողեիք սան գան իշխանության, դուք ոչ միայն թողեցիք գան իշխանության, դուք գնացիք ծառայելու այդ իշխանությանը, դուք գնացիք իշխանության օրակարգներին ծառայելու, առ այսօր, հիմա էլ ասում է, թուրքպետ մենք պրոբլեմ չունենք, մենք պիտի բանակցենք Ադրբեջանի հետ, դու ով ես որ Ադրբեջանի հետ բանակցես։ Քեզ ով է նշանակել այդտեղ, որ դու Ադրբեջանի հետ բանակցես, Նարեկ Կարապետյան։ Դու ինչի շուրջ պիտի բանակցես, այդ քեզ ով է ասել, որ ճանապարհը պիտի լինի, այդ ճանապարհը մեզ պետք է, ու անունը ճանապարհ է, որ դու էլ պետք է գնաս բանակցես։ Բանակցես ինչի շուրջ, որ FS-բան կանգնի այնտեղ։ Մի քանի օր առաջ էր, չէ՞, խայտարակ բանից հետո, բացահայտումից հետո գլխավոր շտաբի պետը վերցեց ու վազեց այդ դիրքերը ստուգելու, ընդերից էլ ասեց, դե լինում է դեպքեր, որ զենքը վերջանում է, փամփուշտները մնում են։ Հիշում եք այդ իդիոտսկի արտահայտությունը, այդ սայրահեղ տխմարությունը դուք հիշում եք։ Ու դա ասեց Հայաստանի գլխավոր շտաբի պետը։ Լսենք ես առումով ինչ ասում Սամվել։ Բա գնացել է գշպետը գնացել հասել է պոստեր, նայում եմ ինչ դա պոստերում փոխված։ Ես ուզում եմ հիշեմ էլի իմ վախտվանից ինչ դա փոխված է, պոստերը քարա դրած։ Ինչ է փոխվել, պարոն Ասրյան, ինչ է փոխվել, պարոն Նիկոլ։ Լավ ասեցիք, բանը պատերազմ պարտվեցինք 2 տարի ժամանակ չհասցրինք, բայց ես գնացել եմ պատերազմ, ի՞նչ է տարբերությունը։ Ես ուզում եմ հասկանամ, էլի այն ժամանակվան ինչը ես տեսել եմ ու հիմա տենում եմ, ո՞րն է այդ անտերի տարբերությունը։ Գիտեք ինչ դա տարբերությունը։ Պայթող քարեր են այնտեղ դրել։ Արկը կպավ, դա զենք է զինվորի դեմ։ Ոնց կարելի է քար, պայթող քար։ Գնում է զենքի արխի մոտ ցույց է տալիս, զենքի արխի վրա սպիտակ բանով կպցրած համրաշինական կառույցներ են։ Չէ՞ սիրուն ցույց տալեն բլոգերներին ուղարկել նկարում են։ Դուք տեսաք շինական կառույցը, որտեղ մտավ Ասրյանը տուֆ էր դրած իրար վրա, այն գերաններով ինչ է փոխվել։ Անի ինչ է փոխվել։ 8 միլիարդ դոլար, ես դες ասեմ այդ 8 միլիարդ դոլարին հեսա էլի է ապարտ գալի։ Ու մենք տարեկան 2 միլիարդ դոլարից ավելի մարմանն ենք փոխ տալիս։ 350-ից 400 միլիոն դոլարի վարկ նորից վերցում են հեսա։
Մենք սպասում ենք հաշվետվողականություն, այսինքն փակ համակարգը բանակ։ Մենք հասկանում ենք, որ փագավուլիքը բան ռազմական գաղտնիք է, բայց չի կարելի մարդկանց լրացնել, ասելով, որ պատասխանատվության կենթարկվեք։ Այսինքն դուք ինչ ուզեք կանեք ներսում։ Համար Արցախը չկա։ Մենք պարտվել ենք պատերազմ։ Իրանք 6 տարի է մեզ հեքիաթ են պատմում, որ այս 8 միլիարդ դոլարի պարտքը, որ իրանք վերցրել են զենք են առել, բայց պարզվում է ԱԹՍ ջոկ կա, ԱԹՍ չկա, Ֆորդը չկա։ Մի հատ էլ հարցնում են մեր բանին գեներալիսիմուս մարշալին մեր Նապոլեոնի բանն է, ինքը ռեինկարնացիան է, ոչ ավել, ոչ պակաս։ Հարցնում ասում են բարձր մեծ տրամաչափի զենք, կարծեմ հենց այդպես ասում, դե մեծ տրամաչափի զենք մենք չենք բարձրացնում պոստեր։ Բարև ձեզ, բա ինչ եք անում այդ մեծ տրամաչափի զենքը։ Բա падրոններն ինչի համար է, ինչ են զինվորները բանել, հա падրոնները շպրտելու հակառակորդի վրա։ Տաբուացված է, բա հիմա տաբուացված չի, եթե զինվորն ինքնասպան է լինում, նշանակում է ինքը իր խնդիրը չի կարողացել, չէ՞ որ այդտեղ բարձրաձայնի։ Տաբուացվածությունը խիպոզով պոչով է լինում։ Մամլո խոսնակին եմ դիմում պաշտպանության նախարարության, բացեք ձեր Facebook-ի մեկնաբանությունները, բացեք ձեզ աշխատավարձ վճարողները ձեզ ուզում են մեկնաբանություններ գրել։ Բա տաբուացվածությունը ուրիշ ձև է լինում, փակել է մեկնաբանությունները, չկա մեկնաբանությունների հատված։ Հիմա Հելնես ասես ինչի է փակած, ես գիտեմ ինչով են իրանք արդեն, որ գալիս են վատ մեկնաբանություններ են թողում, հայհոյանք ինչքան։ Ինձ չեն թողում, մենակովս սահմանափակում են, ֆիլտրեր եմ դնում, բառեր կա, բանալի բառեր, ես ձեզ կսովորեմ, եթե ինչ անկեղծ ասում, եթե դուք չգիտեք ոնց դա անել, ես կգամ ձեր փոխարեն այդ կանեմ, ես մենակովս իմ էջում կարում եմ այդ խնդիրը լուծեմ, մի հատ ամբողջական նախարարություն չի կարող, ինչ է փակել մեկնաբանությունները։ Ես ուզում եմ մտնել մի հատ հարց տամ այդ մարդուն, ասեմ, ես ինչա կատարվում իմ բանակում։ Բա 6 տարի դուք ասում եք բանա։ Բանակի ռեֆորմ ենք անում, ուրա ռեֆորմը։ Բա Ես չգիտեմ, այս հրեշային կառավարությանը արդարացնելու մի հատ մոտիվացիա կա, մի հատ արդարացնող պատճառ կարող է լինի։ Կարող է մենք ենք արդեն ոնց ասեմ, այն ծայրահեղ հոգեվիճակում, որ ոչ մի լավ բան չենք ուզում տենանք, ասենք լավ, եթե միտեղ մի բան լավ է, այն էլ հաստատ սանքցից կախված չի։ Ուրեմն պետքա սպանեն զինվորների բանակում, ուրեմն պետքա Հայաստանը օտար է, Հայաստանն են օտարում։ Գիտեք մեր հասարակության ինչի նման, այն օրը էլի մի հատ սփյուռքայեմ լսել, վայ, մի ռիլ է տարածում, մի ուրախ, տեսեք, ոչ միտեղ սես բան չկա, գիշերով ինչքան ուրախ է Երևանում, վահ, ծիծաղ, ուրախություն։ Իսկ գիտեք ինչ հիշացրեց։ Ասենք մոտարապես էս բան էլի։ Պատկերացրեք, մեծ շենք է։ Ասենք 10-րդ հարկում քեֆ են անում։ Ուրեմն տանիքը չկա արդեն այդ շենքի։ Ֆունդամենտում էլ ճայքեր է, օրական մեծանում է, օրական սանց դուրը ծեծում են, ասում են, շենքը, գիտեք, վտանգավոր է։ Այդ ձեր ուրախությունը հետ տեղին չի։ Ասում է չհասկացա։ Չես ուզում, որ մենք ուրախանանք, չէ, մենք ուզում ենք, որ դուք ուրախանաք, գիտեք, բայց տանիք չունեք արդեն, սե ջուրը վեդևից իջնում է։ Հիմքն ճայքերը մեծանում են, այս շենքը կարող է նստի։ Մենք ձեր ուրախության դեմ բան չունենք, բայց գիտեք, այնտեղ ուրիշ բաներ էլ է կատարվում։ Չեմ ասում։ Դուրը շրխկացնում են վրետ, հայոյանքների տարապա գալիս է հասեիդ, ես միսա եղբայր ջան, քեզ ով կարող է խանգարի, որ դու սենց քեֆով, պարով, սենց ամեն ինչով, սենց տժալով գնաս գերեզման, ով կարող է քո ձեռքերից կախվի, ով կարող է քեզ արգելի, եթե քո նպատակը այդ օրվա, սենց ասեմ, էլի փայլն է, առանց հաշվի առնելով, լսեք, պսայից եկում ինչ է կատարվում։ Իմ պետության մեջ ինչ է կատարվում, ես ինչի մեքենաները չեն կարում շարժվեն Երևանում, ես ինչի է օդ այնքան կեղտոտ, որ մարդիկ շնչառական հիվանդությունների ամենաբարձր թիվն է արդեն Երևանում, քարսկերի հիվանդությունները անգամներ աճ է, ոչ մեկին սա չի տակել, ուսավոր է, լսեք, լույս եք ուզում, արեք Times Square, արեք Նյու Յորք, Նյու Յորքի Times Square-ից հաստատ լուսավոր չի, օրը 24 ժամ, ինչ ասեմ, հաստատ դա ինձ լավ չի, եթե ձեզ լույսն է հետաքրքիր ու կաֆեները, ուղղակի ուզում ես սենց փակես, որ ասես, կարող է ես եմ խանգարում, որ ես մարդիկ երջանիկ ապրեն։ Ձեկ ապրեք։ Գնանք առաջ, սնենք մեր շուրջ ինչ է կատարվում։ Սա Ռուսաստանն ունեք, Պուտինին են սպասում սենց, որ ինքը գա միամիտ մտնի զապրավկա։ Это его поездка. Путин остановился возле неработающей заправки. Заметили это? Это его поездка в Новосибирск. Люди случайно проходили мимо, и вот он общается с народом, целует в пупок, классика.
А на фоне, блядь, выключенное табло с ценами на бензин. И при этом все счастливы, кричат. Ну, наконец-то, дождались. Ого, Путин... It's հավաք է, որ Պուտինը գա այս խոմ մեքենաներով ու դիմավորեն պատահական անցորդները, պատահական, բենզակալոնքի մոտ, այս մարդիկ երևեկել են բենզին լցնելու, բայց ուր էին լցնելու այդ բենզինը։ Նույն մեխանիզմները, նույն գործողությունները, նույն ձեռագիրը։ Вышел. Это он. Да, вы правы, это он. Перекрыл вам бензин, вырубил инет, отобрал свободу. Точка наблюдения удачная, кстати. Жаль, никто не воспользовался. Տեսնենք Իրանը ինչի է այդպես վարկածած, ինչի է վստահությամբ ասում, որ գիտես, ուղիղ ասում է, խառնենք ձեզ հողի հետ, որովհետև ամերիկյան ամենահզոր ավիակիրներից մեկին Աբրահամ Լինկոլնին ինքը կարողացել է ոչ միայն անենց վնաս տա, որ նա արդեն օգտագործելու համար պիտանի չի, այլև 7 հոգի սպանել է վրա։ Սա Իրանն է։ 1 տարի պատերազմից հետո եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն ստիպված, սա եղել է օգոստոսի 11-ին, ստիպված խոստովանում է դրա մասին։ Հիշեցնեմ, որ մի անգամ Ջեներալ Ֆորդն էր գնացել բան Հունաստան, նենց էին խփել, գնացել էր վերանորոգվելու, որ վերադառնար շարք։ Սա Իրանն է։ Իրանը այն երկիրն է, որ կարողանում է Աբրահամ Լինկոլն խփի 7 հոգի սպանի ու շարքից դուրս գա։ Եվ սպասում են ինչ պատասխան է տալու Թրամփը, Էքստեգը եւ ընդհանրապես շատ են դեռ մնալու ունդեղ ու կոտորվելու, թե իրանց համար պարզ է արդեն, որ իրանք ընդանելիք չունեն։ Նայեք այս հրթիռները։ Սա Իրանն է։ Որպեսզի հասկանանք, սրանք ինչ է, այն ուղղակի ես չգիտեմ արժի ցույց տալ այդ բաները, թե ոչ չեմ էլ պահել։ Այն ավերածությունները, որ այս հրթիռներն են իրականացել, իրանք ոչ մեկ չէ սպասում։ Ես հիշում եք ասեցի 500-ից 600 հրթիռ էր բաստորել մի օրվա մեջ Թրամփի Իրանի վրա։ Ես դեռ սպասեք համարժեք հակահարվածին։ Հակահարվածի կադրերը կա, թե ինչ է կատարվում Թել Ավիվում, ինչ է կատարվում Օմանում, այդ 8 երկիր կարծեմ 17 ռազմաբազա, պլյուս Թել Ավիվը, ինչ է ավիրել դուք միջև Աբրահամ Լինկոլնը։ Բացի դրանից իր տարածքում խփել է իր առաջատար, ամենամոդեռն դրոններից մեկը, MQ-9, այս է։ Խփել, նկարել, ցույցատալի։ Իսկ մինչ այդ Թրամփը քնած։ Բան չունի անելու։ Բայց սարսակապես բան չունի անելու։ Երևի դուք հիշում եք, որ երկու օր առաջ չէ։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, երբ Թրամփը բանում էր Թուրքիայում էր, բանկած, տագնապ կար, թե Իրանը իբր ուզում է բանի Թրամփին, եւ նա փաստորեն իր սամալյոտով չէր մեկնել, չէր թռել Թուրքիայից։ Ընթացքում նստեց ինքնաթիռ, հետո ընդերից սնունդ մատակարարող մեքենայով իրան տեղափոխել էին, ուրիշ ինքնաթիռով էր թռել, բայց ամբողջ անձնակազմը լրագրողները, Մարկո Ռուբիոն, Կերոլայն Լևիթ իր խոսնակը, բոլորը նույն բանով են այդ այն ինքնաթիռով, որը ամենայն հավանականությամբ պետք է խոցվեր։ Տեսեք, board number 1-ը, Թրամփի ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենապաշտպանված ինքնաթիռը, որ նույնիսկ եթե ատոմային ռումբ պայթի, այս ինքնաթիռին մեջը երկնքում ինքը կարա օրերով պտտվի առանց զապրապկա լինելու։
Այսինքն իր պաշտպանությունը ինքն դերից կարա պետությունը ղեկավարի ամեն ինչ, նա հնարավոր չի բանա խփի, ոչ մի ռակետ չի վերցնում դա, որովհետև միշտ ինքը 2, 3, 4 կարծեմ բանով է, F-35-եր են իրան ուղեկցում։ Վախեցել էր այդքանով հանդերձ աշխարհը մնա պաշտպանված ինքնաթիռով թռվել, բայց մնացածին դրանով էր ուղարկել։ Եվ այդ մասին իմացել էր անձնակազմը, այսինքն կատում իր աշխատակազմը։ Եվ Քերոլայն Լևիտը իմանալուց հետո 24 ժամ հետո հրաժարական էր տվել, հասկանալով հանդերձ, որ փաստորեն իրանց սրտի շեֆը իրան փրկել էր, բայց իր հավատալի անձնակազմին ոչ, փախել էր իրենց վրա։ Սա շատ ուսուցողական է նիկոլիսների համար։ Նիկոլիսներ, վաղը Նիկոլայսից դուք նստել եք բոլորը ինքնաթիռ, ինքը ընթացքից անհետանալու է, պայմանական եմ ասում ինքնաթիռ։ Ձեզ թողի մենակ։ Ժանրի կանոններն են։ Այո։ Սա նրանց համար ովքեր լուրջ հույսեր ունեն Տրամպի հետ։ Միչիգանում տեղի ընտրությունների ժամանակ պրայմերիզով հաղթեց այս ընկերը մահմեդական, որը պարզ ասում է, որ պետք է դադարեցի բոլոր տեսակի օգնությունները Իսրայելին, հա, որ Իսրայելը վարում է հակա ամերիկյան քաղաքականություն եւ իրականացնում է դեռ ցեղասպանական գործունեություն Գազայի տարածքում։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրավունք չունի այլևս դա թող տա։ Պետք է դադարեցնել։ Այսպիսի հայտարարություններ անում նաև Զոհր Համամդանին, Նյու Յորքի ղեկավարները եւ էլի նույն ձեռագրով բոլոր հրեաները ոչ միայն դեմ էին, ասում են, որ այս մարդիկ վտանգ են սպառնում հրեական համայնքի համար։ Այո։ Միչիգանի ռաբիները բոլորը բողոքում են, որ այս մարդկանց հաղթանակը վտանգ է սպառնում հրեաների համար, բայց չեն հասկացել, որ ժողովրդին բացարձակապես հետաքրքիր չի դա։ Այլևս հետաքրքիր չի։ Եթե Նյու Յորքում դա հետաքրքիր չէ, Միչիգանում ընդհանրապես դա հետաքրքիր չի լինելու։ Նյու Յորքի համար սա Զոհր Համամդանին է եւ իր կինը։ Ուրեմն NYPD-ին, Նյու Յորքի ոստիկանությունը մերժել է բան տրամադրելու охрана, հսկողություն տրամադրելու Նյու Յորքի քաղաքապետի կնոջը։ Նյու Յորքի քաղաքապետը շատ ավելի բարձր պաշտոն է, քան Հայաստանի վարչապետը։ Նյու Յորքը ունի 8 միլիոն բնակչություն եւ հարյուրավոր միլիարդներ բան բյուջե, կոնկրետ հիմա չեմ հիշում բյուջե։ Էլ հաշվեք Հայաստանը իրականում։ Բայց չեմ ասում նշանակությունը եւ փողը, եւ մարդկանց քանակը, եւ քաղաքական նշանակությունը, չեմ ասում աշխարհի ֆինանսական կենտրոնը, բայց իր քաղաքապետին ոստիկանությունը մերժեց, որ կնոջը 2 ոստիկան կցեն անվտանգության համար։ Սա է օրենքը, սա է երկիրը։ Ինքը դիմել է, ոստիկանությունը մերժել է։ Չի ասում, չկա, այտենց օրենք չկա, որ Նյու Յորք բան, որ քաղաքապետի կնոջը охрана է հասնում։ Ամերիկան կարելի է սիրել, կարելի է չսիրել, կարելի է հիանալ, կարելի է ատել, բայց օրենքը աշխատում է։ Ու Նյու Յորքի քաղաքապետին, Նյու Յորքի ոստիկանությունը մերժեց։ Դուք պատկերացնում եք Երևանի քաղաքապետին, Երևանի քաղաքապետը չի էլ դիմի ոստիկաններին։ Ինքիրա փողերով կամ էլ sense հակառակն ասեն։ Ինքը չի էլ դիմի քաղաքի վարչության պետն է վազելով գալի մոտ ասի, Աբինյան ջան, ինչա պետք է։ Բայց կրանամ թռնես վրայովս։ Ինչի՞։ Որտեղ օրենք չկա։ Որովհետև հանկարծ եթե մի օր լավ տրամադրություն չունեցավ Աբինյան Տիկոն, կարող եք ոչ միայն հանեն գործից, այլ նաև դատեն։ Ասենք դատեն Աբինյան Տիկոյի օգտագործած նարկոտիկների համար։ Ասեն, ինչ կապ ունի ով օգտագործում, բայց դու ես ոստիկանը, չէ՞։ Այդ ամբողջը բոլորը լավ գիտեն։ Որպեսզի դա երբեք չիրականանա, հանկարծ բան չլինի, էլ չեն սպասում դիմելուն, վազում են ծառայելու։ Իսկ Նյու Յորքի ոստիկանապետը մտահոգվելու կարիք չունի։ Քաղաքապետը իրան չի կարող հանի։ Չի կարող։ Դամանը մերժում են, եթե պետք չի, եթե օրենքով չի։ Սա է օրենքը, սա է սահմանադրությունը, սա է
ժողովրդավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ։ Հիմա գանք ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները արդեն հասել են իրանական ժառանգությանը, նայեք։ Теперь уже и Надир-Шаха сделали азербайджанцем. В азербайджанских учебниках истории Надир-Шах представлен как могущественный шах и лидер Азербайджана. А на официальном сайте президента Алиева он назван азербайджанским полководцем. Да? Նադիշահը Բարսիկ Ալիևի կայքումը գրած որպես ադրբեջանցի զորավար։ Ադրբեջանցի է, որ ասեն Երևանն էլ մերն է, էլի, հերվից են գալի, այսենց, հերվից են գալի։ Իրանական մշակույթն էլ այս շուտով դառնալու իրան, եթե իրանական մշակույթը իրանցնա, նշանակում է այս Իրանի հետ ինչ կապված է Հայաստանի տարածքում, ինչ կապեր եղել է, այդ իրանցն է եղել, մի օր կասեն Գյուլիստանի պայմանագրով մենք ենք ներկայացված եղել, դա պարսիկները չեն։ Ու այս ամեն ինչը կրկնվելու է նաև Հայաստանի համալսարանում շուտով։ Այս գիտաժողովը, որ կազմակերպում են, ես նույնիսկ չեմ էլ ուզում պատկերացնել ովքեր են մասնակցել ուտեղ ու ինչեր են խոսալու։ Ուսանողներ ջան, համալսարանի ուսանողական եւ ուսանողներ եւ դասախոսական կազմ, մի բան պետք է անեք։ Իրոք մի բան պետք է անեք։ Մենք չենք կարող սա թույլ տալ։ Որովհետեւ սրանք լկտիության սահմաններ չունեն։ Ու Հայաստանում պարզվեց ցավոք եմ ասում, որ մարդիկ 2 կոպեկի համար ինչ հնարավոր է վաճառող են։ Ինչ վաճառվում է, վաճառող են։ На самом же деле Надир-Шах родился в 1688 году в Хорасане и происходил из племени Афшаров. В 1736 году он был провозглашен шахом Ирана и основал династию Афшаридов. Теперь уже и Надир-Шаха сделали азербайджанцем. В азербайджанских учебниках истории Надир-Шах Ребята стоят насмерть, сами не понимая, что смерть, она неизбежна. И она может каждую секунду задеть любого. Ребята знают, за что стоят, потому что за ними отчизна. За ними каждая семья любого солдата, их матеря, их сестры, их невесты, их жены, их дети. Այս զինվորների թիկունքում կանգնած է ժողովուրդը եւ զինվորները հասկանում են, որ իրենց հետևում իրենց ծնողներն են, եղբայրներն են, քույրերն են եւ երկիրն է։ Իրանք պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի պահեն պահպանել իրենց երկիրը։ Տանցնեց մի քանի տարի այս երեխեքի անունը Կուրանային մատի։ Հետո կպարզել որ այս երեխեքի արածը ոչ մեկին պետք չի։ Կարելի է իրանց անունը ծախել եւ դրա վրա հարստանալ։ Նույնիսկ եթե տելեֆոն անունը սեփական երեխնի տանունն է։ Սեփական երեկո արյունը նույնիսկ։ Մենք այս երեխեքին պարտքենք։ Այս երեխային ասում ես եկամարտիկ են զինվորները։ Մենք այս զինվորներին պարտքենք, պարտք։ Հարգանք ենք պարտք։ Պարզ մարդկային հարգանք։ Մարդու ուժը կարող է չների, հասկանում ես, բայց մարդ չպիտի դառնա համահանցակից։ Դու կարող ես չարի դեմ կռվում, ուժը չպատի պարտվես։ Սարսափելի ոչինչ չկա։ Սարսափելին այն է, երբ որ դու չարի հետ դառնում ես նույն գործիքը, սկսում ես համագործակցել չարի։ Դա է սարսափելին, ես դա չեմ ներում ոչ մի պարագայում։
Եվ որ ասում բա Նիկոլին չընտրեին, ում ընտրեին, բա ում ընտրեին։ Արա ոչ մեկին։ Նիկոլին չի կտրել։ Չկա ոչ մի ներում այդտեղ։ Այս երեխեքը գիտեին, որ իրանք հող իրենց հայրենիքն էին պահում։ Հետո ճիվաղը կեններ կասել, մենք գիտակցաբար ենք տարել այս երեխեքին, սպանել։ Որ դուք պետություն ունեք, դուք առաջ չունեիք պետություն։ Ու մի նախիր կասել, իմ երեխուն դրա համար էի սպանել, դե լավ, ոչինչ, երեխուս կորցրեցի, բայց զատու քեզ կթա։ Այս գիտակցություն տեր ազգին ներում չկա։ Տեղով պետք է անցնի երկրաշարժները, ցունամիները, ուր ու կրակը։ Այն ինչ որ Սոդոմում ու Գոմորում եղավ։ Պետք է մաքրվի դա։ Կամ մենք պիտի մաքրենք, որտեղ հնարավոր չի դա մնա ու մնա անպատիժ։ Türk niye zibile Türk ne var? Ben keroş çeke Türk de napastar. Շատ պարզ բանաձև է, ասում է թուրք նովա, թուրքը զիբիլա։ Ասում է այդ մենք չենք հերոս։ Ինքն է նապաստակ։ Տիպիկ հայ է, ինքը չի ասում ես հերոս եմ, իրանք վախկոտ են։ Չէ ասում, մենք չենք հերոս։ Իրանք են տեսակով նապաստակ։ Ու այս տեսակով նապաստակ բովանդակությունով ոչխարները մեզ կարգ են թելադրում, մեզ այնց հայրենիք են խլում, պատմություն են խլում, ինքնություն են խլում, արժանապատվություն են խլում, ուրախություն ու երջանկություն են խլում, ամեն ինչ խլում են։ Հիմա այս ընկերոջը ինչ ենք բացատրել, ոնց իրա հետնորդներին մենք ոնց ենք ասել, տղեկ ջան, դե կներեք էլի, ճիշտ է իրանք ոչխար էին, նապաստակ էին, բայց մեկ էլ հետո չենք, բայց ինձ եղավ, որովհետև թողեցինք ոչխարն ու նապաստակները մեզ գան ղեկավարեն։ Գիտեք առաջ մենք ինչ ենք հաղթանակներ ունեցել շատ, որովհետև զինվորականությունը դա ազնվականությունն էր։ Ազնվականներն էին պատերազմում, ազնվականների ձևով, ազնվականները իրենց ժողովրդին չէին դավաճանում։ Ազնվականները իրենց երեխեքի դիմաց փող չէին վերցնում։ Ոչ թե Նիկոլները։ Ներող տղեկ։ Իսկ հիմա նայեք այս կադրերին։ Նայեք էլը։ Սա Արևմտյան Հայաստանն է։ Այս մերն է։ Թուրքերը գնում են արդեն մերն։ Ինչի, որովհետև հայերը արդեն չեն ապրում այնտեղ։ Հայրն ասել է լավ, էս է թող քեզ լինի։ Էս է թող քեզ լինի, մեր ինչին ա պետք։ Նայեք, տիպիկ հայկական եկեղեցի է, նայեք։ Սա մեր երկիրն է, ժողովուրդ, մնա։ Ով գիտի, կարող մեր պապերն ու տատերն են ստեղ պսակվել։ Պապերն ու տատերը։ Սա Թուրքիան է այսօր։ Խարսում։ Նայ նույն գույնը, նույն քարը, սև տուֆը, Խարսին։ Այս թուրքի լակոտներն են հայերեն ֆուտբոլ խաղում։ Ընդամենը 100 տարի առաջ Հայաստանի կազմի մեջ էր։ Ու մեկ էլ մեկի հերագրով հանձնեցին։ Ու պարզվեց հայ գեներալներից մեկն էլ թուրքերին զենքներ ծախում։ Հետո պարզվեց։ Ուղղակի հերագրով հանձնեցին։ Ինչպես Արցախը։ Նայեք էս էլ է։ Էս էլ Հայաստանը լիբերտ նայեք։ Այն գրքերում որ կարդում էինք, որ
մի քանի 100 հոգով հազարավոր թուրքերի դեմ կռվեն տվել։ Այս էլ Վանն է։ Այս էլ Վանն է, Վանի ինքնապաշտպանությունը ստեղ է եղել։ Մենք այս ամեն ինչը թողել ենք Թուրքին։ Էլի թողենք։ Բա վերևից ասված նայում է, չէ՞, այս ինչ ժողովուրդ է, ինչ տվեցի սա թողես Թուրքին։ Ու իր ամեն բանում է։ Հələ որ էլ մի հատ ներողություն ասում ես կադելա ձեզ ընդհատեմ ասում է, դու թուրքն բան չես։ Ռուսի ստրուկ չես, թողու դա խանա, մելը չես խանգարում։ Յոբ, դեսի Վանն է։ Էսի մեր երկիրն է։ Ու մեզ ասում են սրա անունը միտում, մոռացի սրա մասին։ Մոռացի, գրի, որ դու հրաժարվում ես։ Գրի, որ դու Ղարսից ես հրաժարվում։ Գրի, որ դու բանից ես հրաժարվում։ Հա, գրի։ Սա գիտեք ինչն է։ Ավեցի ցույց տամ ձեզ։ Սա Զմյուռնան է։ Լստեղ նայեք։ Լախպյուրն նայեք, էլես կանալը։ Ջրի համակարգ է եղել, էս կամարները նայեք։ Մենակ այս քաղաքի հայերի հարստությունը եկել ամբողջ Թուրքիան առնեին են մի քանի անգամ։ Այսօրվա Թուրքիան էլի։ Ասացին դե մեր ամեն ինչ տարբերություն Ադանայում ու եմ մորթում դե ու մենք ստեղ ենք էլի լավ հով լրված ենք էլի։ Որ գան քանի կոպեկա կշպրտենք Թուրքի դեմը։ Իսկ Թուրքիա գալի նստում էր իրանց տան ասում էր շնորհակալություն որ այդ փողը տալիս ես շնորհակալություն։ Բայց ինչ ես մտածում թե դու ինձ փող ես տալիս։ Այդ իմ փողն է։ Ինչպես նաև այս տունն է իմ տուն։ Դե իմը հավաքվի, վեշերը հավաքի ու հայդա անապատ։ Դե չէ՞ ստե գնդակարենք։ Ոնց ես ուզում։ Ստե գնդակարենք թե սովից ծառավից ինքնակամ։ Եթե բախտդ բերի միտեղ կփոթկվես հեռավոր Սիրիայի։ Չեք հոգնեն նույն բանը կրկնվելուց։ Մենք այդքան անտաղանդ ենք, անշնորհք ենք, որ չենք կարող սովորենք։ Իսկ սա Այա Սոֆիան Սոֆիայի տված դնենք։ Մենք այդտեղ դրանց երաշխիքությունը նայեք։ Ես 11 թվականին որ ստեղ այս սանք բոլորը գունաթափված էին։ Ռեստավրացիայից հետո 20 թվականին սրանք ծածկեցին ամբողջը արաբական տառերով եւ վերածեցին մզկիթի։ Ես մտածում եմ աշխարհի մակասիրա մի վարքյան հով դեսի չսան։ Ոնց կարող աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը, բյուզանդական կասյության, չէ բուզանդական չէ, հռոմեական երկրորդ կասյության բանը, Սոֆիայի տաճարը, դառնա մզկիթ, հանդուրժեցին։ Թե որ հանդուրժեցին, ժողովուրդ ջան, մեր կոտորածը չի պետք է չհանդուրժեն, որ։ Իսկ մենք շարունակաբար մանկամիտի վրա նման սրանց վրա հույս ենք դնում, աշխարհի վրա, չգիտեմ, հոդինած աշխարհի էլի։ Հորինած աշխարհի ու թողել ենք որ մեզ այդ հորինած աշխարհը պարտադրի դու ուր ես ուզում գնաս Եվրոպա թե Ռուսաստան այն երեխեքին որ հարցնում են տունը մամա այդ է սիրում թե պապա այդ խեղճ երեխուն դնում են այս վիճակի մեջ որ ինքը անպայման պետք է մեկին դավաճանի որ ինքը պետք է վախենա որ ասի մամային պապային է նեղացնելու որ ասի պապային մամային է նեղացնելու պատկերացնում եք երեխուն դնում են այդ վիճակի մեջ։ Հիմա մեզ նույն ձև դրել են պայմանական, սենց մանիպուլատիվ, լրիվ մանիպուլատիվ վիճակում։ Ու դա դարձել է 30 տարվա քաղաքական օրակարգ։ Քաղաքական օրակարգ։ Այսինքն այնի
օրինական աշխարհն է, էսի վայրենի աշխարհն է, էլի։ Այդ օրինական աշխարհը նայեց, որ ասենք այս հրաշքը ոնց դարձավ մզկիթ։ Որ Ռուսաստանի համար միևնույն է, ասա մզկիթ կլինի թե եկեղեցի կլինի, ես չեմ զարմանում, բայց ամբողջ Եվրոպա ոչ մի բան չասես սա վերաբերել։ Աշխարհը ոչ մի սանկցիա, ոչ մի դատապարտության խոսք, ոչ էլ Հռոմի պապը մենակ կարող է այս հարցը լուծել։ Հռոմի պապը կարող է այս հարցը լուծել։ Ձերից Աղա Սոֆիա խլեցին, ոչ մի բան։ Ու դուք ուզում եք Արցախ խլեն, մեկի համար ցավ լինի, ու մենք ուզում ենք ու նույն տարիներ, ու մենք ուզում ենք Հայաստան մեզանից խլեն, ու մեկի համար ինչ ոստես մի կարևոր արտարոց իրադարձություն լինի։ Չէ, ժողովուրդ ջան, այս ամեն ինչը հորինած է։ Այդ միջազգային ինստիտուտները, հա կա, իրենք գիտեն, որ ինստիտուտ են, բայց որ զորք ունեն, ոչ իրենց կարծիքը լսող կա։ Կարող է մի օր պետք լինի, մեկը հանի դնի սեղանին, ուսի դեմագոգիան է դրա դատով, այսեն զեկույց կա։ Հա, զեկույցը կլինի, բայց դե այդ ինչ դեր կխաղա, կամ կխաղա թե չի խաղա, դա լատալ է, այդ օրվա ղեկավարով Ամերիկայում, այդ օրվա ղեկավարով Եվրոմիության նախագահ Օրբա, եթե այդ օրվա Եվրոմիության ղեկավարը Ուրսուլա ֆոն դեր Լայնն ու Թրամփն են, ուրեմն դա նշանակում է ոչ մի զեկույց էական չի, ոչ մի հարց էական չի։ Այս բանը քրիստոնյանայի պահապան, ով է Թրամփը, քրիստոնեություն պահապանն է, չէ՞։ Ինքը պետք է գա բոլոր քրիստոնյաներին փրկել։ Հələ բայց իր ժամանակ էսի դարավ մսկիթ։ Թրամփը ուր էր։ Իքն էր, չէ՞։ Բայ ո՞ս կարելի է այս մարդկանց վրա հույս դնել։ Երբեք դուրս գալու մենք այդ ինֆանտիլ վիճակից։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ժողովուրդ ջան։ Ափսոս, ես դա վաղուց պետք է երևի դերևս հասկացած լինեի, որ այս խոսակցությունը Եվրոմիություն գնա, ԵԱՏՄ մտնե, դրանք մեզ պարտադրված fake մանիպուլատիվ օրակարգեր են։ Fake մանիպուլատիվ։ Ես հիմա վստահ եմ էկրանի մյուս կողմում կան ճչացողներ, որ ինչ ես խոսում, Եվրոմիություն կա, իր կանոնները կան, հա, Եվրոմիություն կա, իր կանոնները կան։ Բայց քո ձեռը ոչ մեկ չի բռնել, որ դու այդ ստանդարտներին քո երկիրը բերես հասցնես, կոռուպցիայի դեմ պայքարում, դատաիրավական համակարգում, մաքսային համակարգում, բերես քո օրենքները համապատասխանեցրա եվրոպական ստանդարտներին, ու դու դրա համար ոչ մի բան պետք չի։ Պետք չի գոռալ Ռուսաստանի վրա, պետք չի հոխորտալ, պետք չի մարդկանց առևտրից ու բանից զրկել, եկամուտից զրկել, բացարձակապես։ Այսինքն, որպեսզի քո մոտ լինի ժողովրդավարություն երկրում, դու պետք է անպայման մեկի թշնամի լինես, հա? Հետո էլ ասես չեմ ուզում Ռուսաստանի թշնամի լինեմ, դա համար իմ երկրում դատական համակարգ չկա։ Հիմա սա կեղծ օրակարգ է, թե չէ։ Ամենակեղտոտ մանիպուլյացիան գիտեք որն է ժողովուրդ։ Այն որ իբր քեզ տալիս են ընտրություն, որտեղ իրականում դու ընտրություն չունես։ Այ հենց սա է մանիպուլյացիան։ Ու որ ամբողջ մեդիան դրա մասին է խոսում։ Ոչ մեկ ինքնիշխանությունից չի խոսում։ Ոչ մեկ ազատ հարաբերություններից չի խոսում։ Բացարձակապես ոչ մեկ Իրանի ֆակտորից չի խոսում։ Ոչ մեկ չի խոսում ընդհանրապես ազգային պետություն լինելու մասին։ Ասում են, չէ, մենք կամանդեղ պետք է լինենք, կամանդեղ։ Եթե ընդեղ լինենք, սա թշնամին ենք, եթե ընդեղ լինենք, սա թշնամին ենք։ Ժողովուրդ ջան, 30 տարի մեր քթից բռնած դիտավորյալ, մասամբ օգտակար իդիոտների ձեռքով սենց տալել են։ Մենք հանդուրժելու ենք այս կարգավիճակը։ Ես չեմ ուզում։ Եվ այն շարժումը, որ մենք սկսել ենք, ինքնաճանաչում շարժումը, շատ պարզ ասում է իր արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանը ոչ միտեղ, ոչ մեկի հետ չի գնում։ Ինքը բարձրագույն ստանդարտների երկիր է։ Այն որ մենք ասում ենք եվրոպական ստանդարտներ, հա։ Եվ ինքն է որոշում ում հետ առևտուր անի։ Ինձ պետքա ցորենա բերեմ Ռուսաստանից, Ուկրաինայից։ Ես բերում եմ աղբեկ ջան։ Գիտեք, չէ, հիմա դուք կարող եք արտահանել Եվրոպա, ինչ ուզում եք, եթե ձեր ապրանքը համապատասխանում է Եվրոպայի չափանիշներին։ Ու Հայաստանից
չնչին քանակության բաներ է գնում։ Գիտեք ինչի։ Որտեվ Հայաստանում արտադրում են չնչին քանակության ապրանք, որը համապատասխանում է եվրոպական որակներին։ Ոչ թե որ մենք Եվրոմիության մեջ չենք, դրա համար ապրանք չի գնում։ Դրանք ամբողջը սուտ, կեղտոտ, հորինած մանիպուլյացիա է։ Ու այս պայթուցիկը, որ դրեցին ԵԱՏՄ-ի տակ, այս որ սանկցիաներ դրեցին, ամեն ինչ բացեց։ Հեսա գնում ենք Եվրոպա, արզվեց դու Եվրոպան անելու ոչ մի բան չունես։ Ոչինչ, ոչ ծաղիկ, ոչ միտ, ոչ կամպոտ, ոչ մուրաբա։ Այն ինչ որ ունես, դրանք վաղուց ստանում են ինքը շատ քիչ քանակությամբ, որովհետև դու հատուկ ստանդարտներով եկա սարքեցնել։ Իսկ դե հատուկ ստանդարտներով սարքելուն ԵԱՏՄ-ն խանգարում էր։ Չէ, բացարձակապես, որ խանգարել նրանց հետ կխանգարեր։ Ուղղակի դու չես ուզել։ Լավ է, էլի։ Սերի ինչ աճասել ես, բրդել ես, գնացել է, էլի։ Այնպես որ, ժողովուրդ ջան։ Անկախությունից քաղցր ու թանկ բան չկա։ Եվ ով մեզ իբր ընտրություն է պարտադրում Եվրոպա թե Ռուսաստան։ Ձեր առջևում կանգնած է կամ ուղղակի օգտակար ապուշ, որ ինքը չի հասկանում ինչ է խոսում։ Կրկնում է ուղղակի, ափսոպիրոտ կրկնում է։ Կամ դիտավորյալ քեզ դնում է մանիպուլատիվ ես վիճակում, որ դու ստիպված ինչ որ մի հատ սխալ որոշում կայացնես, որտեղ դու ինչ որոշում կայացնես, սխալ է դուրս գալի։ Իբր որոշում ես կայացնում գնաս Եվրոպա, դու դրան պատրաստ չես, կողմնիստական դաշտը պատրաստ չի, կոռուպցիան կոմոդ են աստիճանա, որ դու կյանքում չես կարող գնաս։ Իսկ եթե դու այդ ամեն ինչի դեմ պայքարում ես, դու Եվրոպա ես արդեն, էլի։ Եվրոպա գնալը նես չի, որ դրեցիր Հայաստանը մի հատ բանի վրա, սայլակի վրա, քշելով տալա Եվրոպա։ Չէ, դա չի Եվրոպա գնալը։ Որտեղից սկսեցինք ուր եկանք, դա նպատակը չկար, ուղղակի երևի առիթ ես մասին խոսալու համար։ Այնպես որ ժողովուրդ ջան, մենք մեր երկիրը, մեր հայկական երկիրը, ազգային պետությունը պիտի ստեղծենք։ Այլընտրանք չկա։ Այլընտրանք չկա։ Կամ էլ այսինքն արնակամ ոնց ենք այս բաներին նայում, չես սկալոտած։ Ամբողջ կյանքներս այսպես նայել ենք, վախ արա, այս մեր Վանի Բերդն արա, վախ արա, այս մեր Ղարսի Բերդն ա, վախ էսի Շուշիշ, վախ Գանձասարս, վախն էլ ասենք, վախ Տաթևս արա, վախ նորավանքս։ Այս ամեն ինչի մի պատճառ ունի, երբ որ դու չունես ազգային պետություն ու քո հզոր բանակը, հզոր տնտեսությունով հանդերձ։ Այսքանը, այսօր համար այսքանը, լավ մնացեք։